Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Ես Լևոն Սարդարյանն եմ, նախընտրական պաշտոնական քարոզչության շրջանակում այսօր իմ զրուցակիցն է հանուն Հանրապետության կուսակցության ցուցակի առաջին համար, բայց ոչ վարչապետի թեկնածու Արման Բաբաջանյանը։ Բարև ձեզ։ Ողջույն ձեզ։ Պարոն Բաբաջանյան, մինչ զրույցը կսկսեմ առաջին հարցը տալը մինչև ուղղակի տեղեկացնեմ, որ մեր զրույցը տևել է ուղիղ 30 րոպե, մոտ 2 րոպե առաջ ես կզգուշացնեմ, որ ժամանակը մոտենում ավարտին եւ եթե անգամ հասցրած չլինենք պիտի ավարտել, ես պիտի ստիպված լինեմ ընդհատել ձեզ, ինչի համար կանխավ ներողություն եմ խնդրում, գնացինք։ Պարոն Բաբաջանյան, օրինակ սրանից մոտ 1.5 տարի առաջ ձեր մտքով կանցներ, որ ձեր պատճառով ԵԱՏՄ-ում կռիվ են գնելու։ Խոսքը վերաբերում է այն ստորագրահավաքին, որի նախաձեռնողներից եք դուք, որի արդյունքում ընդունվեց օրենք, որով Հայաստանը ձգտում է դեպի Եվրոպական միություն եւ հիմա որը դարձել է պատճառ, որ Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ է կիրառում, որը դարձել է պատճառ, որպեսզի Հայաստանը ռուսական այս շանտաժին, վախին, սպառնալիքներին կարողանա պատասխանել այլընտրանքային շուկաներ գտնելով։ Այսօր արդեն հայտնի դարձավ, որ մեր ծաղիկն է ուկրաինական շուկայում վաճառվում, արդեն հայտնի է, որ գյուղատնտեսական արտադրանքի համար արևելյան Եվրոպայի երկրներում են, մեզ համար արտոնյալ մասսային ռեժիմ սահմանում եւ ամենակարևորը, ամենաբարձր մակարդակով կա հաղորդակցություն ուրեմն Հայաստանի եւ Եվրոպական միության հանձնաժողովի միջև եւ այն բացառությունները, որ Վրաստանի եւ Մոլդովայի համար արվեցին առանց ասոցացման պայմանագրի ստորագրության Հայաստանի համար այդպիսի բացառություն է արվում։ Ընդհանրապես պիտի ասեմ, որ անկախ նրանից Հայաստանը կդառնա Եվրամիության անդամ թե ոչ, ԵԱՏՄ-ից դուրս գալը շատ մեծ առավելություն կարող է տալ Հայաստանին։ Օրինակ Վրաստանը չլինելով ոչ մեկի, ոչ մյուսի անդամ, առավելություն ունի տնտեսական եւ այն սահմանափակումները, այն турքերը, որ Հայաստանը վճարում է ԵԱՏՄ-ին, դա էապես խեղդում է Հայաստանի տնտեսական ներուժը եւ զարգացման հնարավորությունները, իսկ մեզ համար տնտեսության զարգացումը անվտանգային նշանակություն եւ կարեւորություն ունի։ Ի վերջո անվտանգությունը մեր իրականության մեջ շատ թանկ հաճույք է եւ դրա համար պիտի փող աշխատի պետությունը, եկամուտներ գեներացնի, որպեսզի կարողանանք սպասարկել, որտեվ ավանդական զենք ռազմամթերքը չի, այլևս անվտանգությունը հետախուզությունն է, արբանյակներն են, տիեզերական կարողություններն են, որի համար պետք է կարողություն ստեղծել եւ դիմադրողունակ լինելու համար հավելյալ եկամուտներ են պետք, իսկ այդ իմաստով կարծում եմ, որ այն սահմանափակումները, որ հիմա Ռուսաստանը կիրառել է, դրանք ունեն բացառապես նախընտրական բնույթ եւ հենց Հայաստանը ունեցավ այլընտրանքային շուկաներ, դրանք բոլորը վերացվելու են, իսկ եւ հերթ են կանգնելու ռուսները, որպեսզի նաեւ իրենց բաժինը հասնի։ Այս պահին կարծում եմ Հայաստանի կառավարությունը պիտի կարողանա նախ սուբսիդավորել այս վնասները, թույլ չտալ, որ այս վնասները էականորեն հարված են տնտեսվարողներին եւ շատ ավելի վաղ նույն օրենքը ընդունելուց հետո ես կառավարությունում հանդիպում եմ ունեցել, քննարկել ենք թե ինչպես պիտի շարունակենք օրենքի կիրառումը, ինչ բանակցային գործիքակազմ պիտի սահմանենք եւ օրակարգ սահմանենք եվրոպացիների այդ բանակցությունների համար։ Այդ ժամանակ շատ բարձրաստիճան մի պաշտոնյա մեր կառավարությունում ասաց, որ մենք կարողություն, կոմպետենցիա չունենք, բավարար կոմպետենցիա, որպեսզի ենթակառուցվածքների տնտեսության, արդարադատության եւ ներքին գործերի նախարարությունների ուղղություններով սկսենք բանակցել։ Հիմա կարծում եմ, որ հրատապ խնդիր է, որպեսզի այդ կոմպետենցիան կարողանանք ստեղծել եւ խոսել եվրոպացիների հետ, թե ինչպես կարող ենք նախ օրենքը կիրառել, որտեղ օրենքը չի գործում։ Իսկ եթե օրենքը չի գործում, դա օրենք չի։ Իսկ մենք 60,000 համահեղինակ ունենք այդ օրենքի տակ ստորագրած եւ իդեպ մենք այս ընտրություններում նաեւ ներկայացնում ենք այդ 60,000 քաղաքացիներին, որտեվ այդպես չենք ուզում, որ այդ ստորագրությունները կորեն, որտեվ կարծում ենք, որ 60,000 այն նվազագույն թիվն է, որ նախ մասնակցեց ստորագրահավաքին, մենք սահմանափակ ռեսուրսներով կարողացանք մի քանի առանցքային քաղաքներում կետեր հիմնել ստորագրահավաքի համար, բայց հարցումները ցույց են տալիս, որ օրավոր մեծանում է Եվրոպական միության, Արևմուտքի հետ Հայաստանի հետ հարաբերությունների խորացման կողմնակիցների թիվը եւ կարծում եմ, որ այս ընտրություններն էլ մեծապես նաեւ ցույց են տալու այդ կարևոր դրամատրությունները։ Պարոն Բաբաջանյան, ես ճիշտ եմ հասկանում, որ եթե դուք, ասենք,
հունիսի 7-ի ընտրությունների ժամանակ կազմեք մեծամասնություն, ստացվի այդպես։ Դու կառավարություն ձևավորելու հաջորդ օրվանից ըստ էության գնալու եք Ռուսաստանի հետ, լավ չասեմ Ռուսաստանի հետ, ԵԱՏՄ-ից դուրս գալու անմիջապես ճանապարհով, հապկից դուրս գալու անմիջապես ճանապարհով։ Ամենևին այդպիսի ծրագրեր չկան։ Նախ մենք իրատեսական եւ շատ ռացիոնալ որոշում ենք կայացրել ընդդիմափոխության, որովհետեւ կարողացել ենք ախտորոշել Հայաստանի քաղաքական կյանքի հիմնական խնդիրը։ Եվ ընդհանրապես շատ շղթայական տրամաբանության մեջ ենք դիտարկում այն սահմանափակումները, որ Ռուսաստանը այս պահին կիրառում է հայկական ապրանքատեսակների նկատմամբ։ Տեսեք, մեր համոզմամբ Ռուսաստանի թողտվությամբ է տեղի ունեցել 2020 թվականի պատերազմը։ Առնվազն Ռուսաստանը կարող էր դա թույլ չտալ։ Էլ չեմ ասում, որ այդ ամբողջ սպառազինությունը, որ վաճառել է Ադրբեջանին, այն պատերազմը, որի մեջ մենք այդ արհավիրքը, որի մեջ մենք հայտնվել ենք, այդ պատերազմում կիրառվել է առնվազն 85% ռուսական սպառազինություն։ Ավելին, շատ անհրաժեշտ մի պահի, օրինակ, հայ-ռուսական համատեղ հակաօդային պաշտպանության համակարգը չի աշխատել։ Այս բոլորը հանգեցրել է նրան, որպեսզի Պուտինը հեղինակի մի փաստաթուղթ, որի չոր մնացորդը հայկական պետականության կազմակերպումն էր։ Հիմա մենք հասկանում ենք, որ Պուտինը չի հանգստացել, դա տեղի չի ունեցել, հայկական պետականությունը ոտքի վրա է մնացել, ավելին շարունակում է իր համար հեռանկարներ, հորիզոններ սահմանել, ու սա անհանգստացնում է Պուտինին։ Ինչ արեց անմիջապես այդ պատերազմից հետո Պուտինը։ 2021 թվականին Պուտինը որոշեց իշխանությունը զավթել, որտեղ գետնին ընկած էր իշխանությունը։ Երկիրը թույլ, անպաշտպան չկարողացավ իշխանությունը զավթել։ Ժողովուրդը գետնից վերցրեց պետությունը, դրեց իր գլխավերևում։ Ինչ արեց Պուտինը։ Զավթեց ընդդիմությունը։ Եվ դրա համար մենք հայտարարում ենք, որ 2021 թվականից Պուտինն է Հայաստանի ընդդիմությունը։ Եվ ընդդիմությունը դարձրեց իր համար հենման կետ պետությունը շարունակելու թուլացնել եւ ի վերջո իր զավթելու նպատակը իր լրումին հասցնել։ Այն ինչ հիմա տեղի է ունենում Ռուսաստանի կողմից տրամաբանական այս շղթայի մի մասն է, որին սպասարկում են իր հանցակիցները, իր կլիենտները, հա, իր հաճախորդները, Ծառուկյան, Քոչարյան, Սամվել Կարապետյան, Թաթոյան եւ մյուս ձագերը, հա, այսինքն պարազիտներ են, մակաբույծներ են, որոնք մտել են Հայաստանի պետականության օրգանիզմ եւ ուրեմն քայքայման process են մեկնարկել։ Մի պարզ պատճառով իրենք ոչ թե գաղափարական հակառակորդներ են մեզ հետ, իրենք պետության հակառակորդներ են, իրենք Քավլիցի կարող են ատել Փաշինյանին, Բաբաջանյանին, բայց ներողություն Հայաստանի պետականությունը պիտի լինի այն առանցքը, որի շուրջ մենք բոլորս պիտի ունենանք կոնսենսուս։ Հայաստանի պետականությունը չի կարող վիճարկվել։ Իրենք վիճարկում են եւ վտանգավոր են համարում Հայաստանի պետականության գոյությունը։ Այստեղ մենք արդեն խրամատավորված սկսում ենք պատերազմել միմյանց հետ, որտեղ ըստ էության ինչ է ասում Պուտինը։ Նոյեմբերին ինչի կարողացել մեր պետությունը կազմալուծել, կազմաքանդել, հիմա ասում է ձեզ սպառնալիքով, հա, տնտեսական պատերազմ եմ հայտարարում, դուք պիտի տաք ձեր պետությունը, թե չէ, չեմ թողի որ ծաղիկ ծախեք։ Դուք պիտի տաք ձեր պետությունը, թե չէ չեմ թողի որ ծիրան ծախեք։ Հայաստան դաշինք ասում է, եթե մենք գանք իշխանության, մենք ոչ միայն այդ սպառնալիքները չեն լինի։ Մենք մի զանգով պատերազմը կկանգնեցնեինք։ Հիմա սրանից ավելի անբարոյական բան կարելի է պատկերացնել։ Այսինքն կար մի ավելի բան, որ ավելի կարևոր էր, քան պատերազմը կասեցնելը, թե այդ պատերազմի կասեցումից, ասենք, մտածել, որ կարող է Փաշինյանը դրանից քաղաքական դիվիդենդ ստանա, դա չանելը։ Չէ, որքանով որ ես եմ հիշում, պարոն Քոչարյանը ուզում էր գնալ Մոսկվա, հետո պարզվեց, որ COVID-ով հիվանդ է։ Ես այլ մանրամասներ գիտեմ, որտեվ քանի որ նաև խորհրդարանում եմ եղել, այդ բոլոր մանրամասներին ծանոթ եմ, նաև վարչապետի հետ քննարկումների եմ մասնակցել ու գիտեմ, թե Պուտինը ի վերջո ինչ է պատասխանել Հայաստանի ցանկությանը 5 շրջանները վերադարձնելու եւ պատերազմը կասեցնելու առհասարակ Լավրովի պլանով առաջնորդվելու։ Ի վերջո հայտնի է դարձել, որ Ռուսաստանը չի պատրաստվում Հայաստանին կապիտուլյացիայից բացի ուրիշ բան առաջարկել։
եւ այդ բոլորը իհարկե ամփոփված էր այդ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, որը ընդհանրապես կարելի է ասել, որ ըստ պնդում եք, որ Հայաստանը չի պատերազմը հրահրել, ինչպես պնդում են մեր ընդդիմադիր, ձեր ընդդիմադիր գործընկերներ չասեմ, մեր պետության հակառակորդներն են, իրենք ընդդիմադիր չեն։ Իրենք մենք համարում ենք, որ մեր պետությունը մեր ժողովրդի ինքնության պահպանման եւ պաշտպանության երաշխավորն է։ Իրենք մեր պետությունը վտանգավոր են համարում։ Իրենք այդ դա քաղաքական մտքի սոցիալի էրոզիա է եւ դեգրադացիա է։ Այդտեղ մենք իրենց հետ որևէ ընդհանրություն չունենք։ Մենք կարող ենք քաղաքական ընդդիմախոսներ լինել, մրցակիցներ լինել, բայց ոչ նրանց հետ, ովքեր վիճարկում են Հայաստանի պետության գոյությունը։ Այստեղ մենք մեզ համար կարմիր գծեր են սկսում գործել։ Իսկ վերաբերյալ Քոչարյանին, մնացածին, գիտեք, սրա մասին շատ է խոսվել եւ վերջին իրադարձությունները Սամվել Կարապետյանի շուրջ օրինակ այս ընտրակաշարքներ եւ այլն, գիտեք, սա էլ պատերազմի մի առանձին ձև է, որտեղ մեր համոզմամբ ընտրակաշարքով ընտրության արդյունք ստանալը ոտնձգություն է սահմանադրական կարգի դեմ։ Եվ սա իրենց համար ընդունելի միջոց եւ ձև է օրինակ Հայաստանում իշխանություն ձևավորելու։ Եվ մենք տեսնում ենք, որ միջոցների մեջ խտրություն չի դնում Պուտինը։ Մենք նախորդին օրինակ ռուսական ռազմաբազայի դիմաց ակցիա էինք իրականացնում եւ մեզ տեղեկացնում էին, որ ռազմաբազան հիմա ներգրավված է Հայաստանի ներքաղաքական ընտրական գործընթացներում։ Տեղեկություններ են հիմնավոր շրջանառվում Գյումրիում, որ այդ ռազմաբազայում աշխատող Հայաստանի քաղաքացիներին հրահանգում են ռուս զինծառայողները այս կամ այն տեխնացուի, առավելապես Քոչարյանի եւ Սամվել Կարապետյանի օգտին քվեարկելու։ Սա սպառնալիք է, թե չէ։ Օրինակ չկարողանալով արտաքին սպառնալիք չեզոքացնել, իսկ մենք այդպիսի սպառնալիքների իրական հարձակումների տակ ենք եղել, մատը մատին չի տվել այդ ռազմաբազան։ Ինքը ստեղծում է փաստորեն ներքին սպառնալիք։ Ավելին, ես ունեմ ստույգ տեղեկություններ, որ հետընտրական ցնցումների հնարավոր զարգացումների պահին ռազմաբազան պիտի փորձեն նաև մասնակից դարձնել։ Հիմա այս սպառնալիքը, այսինքն ինչպես մասնակից, չգիտեմ, քշել Երևանի վրա։ Մարշպրասոկ դեպի Երևան։ Այո, եւ մենք պիտի այդ սթափությունը ունենանք պաշտպանելու մեր պետությունը, որտեվ Ծառուկյանը, Քոչարյանը, Սամվել Կարապետյանը, Թաթոյանը լինելու են խրամատի այն հատվածում, որի նպատակը հայկական պետականության կազմաքանդումն է։ Եվ այս իմաստով են բացահայտումները դոսիեի, ինսայդերի, մյուս ապացույցները, որոնք Reuters, որոնք հիմնավորապես չեն հերկվել, հա, խոսում է այն մասին, որ Ռուսաստանը ուղղակի փողով առել է իր համար կլիենտներ, հանցակիցներ, ովքեր Հայաստանում իրականացնում են իր պլանը։ Մաքսիմում պլանը չի ստացվել իշխանությունը վերցնելու, այս պահին գործարկվում է մինիմում պլանը վերցնել ընդդիմությունը ինչքան հնարավոր է շատ։ Դրա համար մենք հայտարարում ենք, միակն ենք այս քաղաքական ամբողջ պալիտրայից, որ գնում ենք ընդդիմափոխության օրակարգով, որտեղ հասկանում ենք, որ ժողովուրդը տեր է իշխանությանը, ցույց է տվել, որ տեր է իշխանությանը, հավասարապես պիտի տեր լինի նաև ընդդիմությանը։ Եվ որքան նվազ լինի այսօրվա խորհրդարանական ընդդիմության եւ այսօր նոր դերակատարների ներկայությունը խորհրդարանում, այնքան հնարավոր կլինի պետությունը ավելի լիարժեք պաշտպանել։ Հետընտրական հատկապես զարգացումների տեսանկյունից ես տպավորություն ունեմ, որ այս Պուտինը փորձում է Հայաստանին մենակ բռնացնել այդ կռվում, որպեսի հնարավորինս հարված ավելի ուժգին լինի։ Մեր նպատակն է Հայաստանին մենակ չթողնել եւ պետության պաշտպանության այնպիսի մանդատ ստանալ մեր ժողովրդից, որ գնանք, եթե պետքա, հարվածը մեզ վրա վերցնենք, որպեսի պետության նկատմամբ հնարավոր հարձակումն, հնարավոր գրակահերթը ավելի քիչ վնաս հասցնի։ Պարոն Բաբաջանյան, այդ դեպքում, գիտեք, հարց է առաջանում, տեսեք, դուք ասացիք, որ նպատակ ունեք ընդդիմափոխության։ Եթե նայենք խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ցանկին, այսպես ասեմ, հա, այնտեղ ոչ բոլորն են, որ տեղավորվում են այդ ձեր ասած ծախված կամ վաճառված կամ դեպի Ռուսաստան նայող ընդդիմության շարքերին, դուք ունեք նաև գաղափարակիցներ այնտեղ։ Կարող եմ թվարկել, չնայած դուք ինձնից լավ գիտեք, այդ դեպքում ավելի տրամաբանական չէր լինի, եթե անեիք այն, ինչը ենթադրվում էր, որ ասենք պայմանական եմ ասում, շատ արևմտամետ
շատ պայմանական եմ Ժողովրդավարական։ Հա, ժողովրդավարական ուժերը միավորվեին միջակայքում։ Այո, չի ստացվել։ Մենք դուրը միջև վերջի օրը բաց ենք պահել, այդ քաղաքական խոհեմությունը, հասունությունը չի ստիպել, որպեսզի մարդիկ հասկանան, եւ մենք հայտարարել ենք, որ մենք չենք գնում կուսակցական ցուցակով, մենք գնում ենք ընդլայնված ցուցակով եւ ժողովրդի հետ մեր հանդիպումներում ասել ենք, որ այն քաղաքացիները, ովքեր մեզ ընդառաջ են գալիս, իրենք եւս մեր ցուցակի մաս են։ Այո, արժեքային ընդհանրությունը, գաղափարական ընդհանրությունը առնվազը տալիս է այդպիսի ենթադրություն եւ համոզում, որ մենք պիտի միասին լինեինք, բայց մենք նաեւ այս պայքարի առավելությունը տեսանք, մենք նաեւ մեր ուժերը չափելու հնարավորություն ենք տեսնում եւ նաեւ բոլորից տարբերվում ենք նրանով, որ մենք իշխանափոխության եւ ինքնասիրարված վարչապետի այսպես հավակնություններ չենք հրճակում։ Մենք հասկանում ենք, որ այսօր քաղաքական մեր միջավայրի գլխավոր սպառնալիքը Պուտինի ձեռքից ընդդիմությունը վերցնել է եւ ժողովրդին տալն է։ Եվ ասում ենք, մենք պատրաստ ենք այդ ծառայությունը բերել ի տարբերություն նաեւ այսպես կոչված մեր գաղափարակից քաղաքական ուժերի, որոնց հետ ունենք շեշտակի նաեւ տարբերություններ, օրինակ կուսակցություններից մեկի առաջնորդը արդյունաբերական հեղափոխության իր պատկերացումները հանքերը կորզելու եւ հանքահեն տնտեսություն այո, պատկերացումն է։ Մենք հիմնավորապես այդտեղ տարբերություն ունենք եւ մշտապես վեճ ենք ունեցել։ Մենք տեխնոլոգիական զարգացման կողմնակից ենք եւ կարծում ենք, որ մեր բնությունը պիտի մաքսիմալ կարողանանք պահպանել, մենք փոքր երկիր ենք, մենք կոմպակտ երկիր ենք եւ մարդկանց առողջությունը եւս ազգային անվտանգության հարց է։ Բայց շատ ավելի հիմնարար ուրիշ հարց կա։ Ձեր նշած անձը Ռոբերտ Քոչարյանից պաշտոն է ստացել եւ դրանից հետո դարձել է ընդդիմադիր եւ ընդդիմադիր եղած ժամանակահատվածում չի կարողացել Քոչարյանի հարցերը լուծել։ Եվ ես խորապես համոզված եմ, որ Ռոբերտ Քոչարյանի արյունալի 10-ամյա կառավարումը հնարավոր է դարձել առաջին հերթին հենց այդ թույլ ընդդիմության պատճառով, որովհետև անպատկերացնելի է, որ հոկտեմբեր 27-ից հետո գույք պարտքի դիմաց այդ գործարքից հետո 2003 թվականին Քոչարյանը ի վիճակի լիներ վերընտրվել։ Թեկուզ կեղծիքներով եւ հենց իրենց ընդդիմադիր լինելու պատճառով է Քոչարյանը ընդհանրապես ի վիճակի եղել պահպանել իր պաշտոնը, վերընտրվել 2003-ին եւ պաշտոնավարել մինչեւ 2008 թվականի մահաբեր իրադարձությունները մարտի 1-ին։ 93 թվականից սկսած Հայաստանի մեծագույն խնդիրներից մեկը ընդդիմությունն է։ Հետևաբար, այդ որ հիմա եկել եք այտենց մեծ փրթում եք, թե Քոչարյանին էս կանենք, անեիք, չեք արել, ավելին ոչինչ չեք արել, երբ մեզ անազատության մեջ էին պահում եւ մեզ գործարքներ էին առաջարկում ու մենք ես գոնե կարող եմ ասել ԱԱԾ-ից, դատախազությունից ոչ մի գործարքի չեմ գնացել, առողջությունս է նույնիսկ քայքայվել, գլխուղեղի ուռուցքով գնացել եմ 3 ամիս շուտ ազատ եմ արձակվել, գնացել Ռուսաստանում վիրահատվել եմ, ձեզնից էլ որևէ մեկը ցավ չի ապրել։ Հետևաբար գիտեք, այս բոլորը նաև երևի թե առիթ է, որպեսի մենք խոսենք։ Ուրիշներն էլ կան ի դեպ։ Հələ Արամ Սարգսյանի հետ մենք գոնե Եվրաքվեի ընդհանուր բանն ենք եղել, դոնորն ենք եղել, մենք երկուսով ֆինանսներ ենք դրել եւ մեր երկու ուժերն են հիմնական տանող ուժը եղել Տիգրան Խզմալյանի հետ, բայց մարդիկ կան, որոնք էլի դեմոկրատական ուժերի արևմուտքի հետ Եվրամիության օրակարգի մասին են խոսում, բայց ընդհանրապես այս գործընթացին չեն էլ մասնակցել։ Ավելին վատաբանում ու անվանարկում էին այդ գործընթացը։ Մինչդեռ մենք տեսանք, որ քաղաքական բոլորովին այլ ծանրություն ստացավ այդ գործընթացի արդյունքում Հայաստանը։ Ավելին առանց Եվրաքվեի հաջող ավարտի եւ ամփոփման հնարավոր չլինի եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնել։ Այն ժամանակ, երբ մենք այդ ձեռնարկում էինք այդ կարևոր միջոցառումը, մեզ ասում էին, որ այդպիսի հավանականություն կա եւ մենք երջանիկ ենք, որ դրանում ոչ թե այսպես ածանցյալ դերակատարում ենք ունեցել, մենք նախաձեռնողն ենք եղել դրա։ Իդեպ մեր կուսակցությունը նաեւ Միացյալ Նահանգների հետ ստրատեգիական գործընկերության ուրեմն գործուն քայլեր ենք արել, այցելել ենք Միացյալ Նահանգների մայրաքաղաք, հանդիպել ենք USAID-ի պաշտոնյաների հետ, այն ժամանակ ռազմավարություն էներգետիկ Հայաստանի հետ ինքներս ենք խրախուսել, որ սկսվի եւ առաջիկայում կհայտարարվի, որ հենց Միացյալ Նահանգների հետ ենք մենք փոքր մոդուլային ատոմական ռեակտորը կառուցելու եւ մենք շատ ուրախ ենք, որ դրանում
ակտիվ ներգրավվածություն եւ մասնակցություն ենք ունեցել անկախ նրանից չենք նայել մենք մանդատ ունենք խորհրդարանում չունենք համարել ենք որ Հայաստանի համար ինչ որ ձեռքներիցս գալիս է մեր բոլոր կապերը մեր բոլոր հնարավորությունները պիտի ներդնենք Պարոն Բաբաջանյան, ես ինչքան որ հասկացա ձեր խոսքից, այսպես իշխանության այս պահին գոնե հավակնություն չունեք, այսինքն ռացիոնալիզմը ձեզ բավարարում է, որ հասկանաք, որ մեծամասնություն չեք կազմելու, բայց ցանկանում եք մտնել խորհրդարան եւ այդ դեպքում դուք դառնալու եք խորհրդարանական ընդդիմություն։ Որպես խորհրդարանական ընդդիմություն, որոնք են լինելու ձեր 3 հիմնական գործողությունները սկզբում։ Առաջինը, այստեղ նախ դառնալ ընտրողի ձայնը խորհրդարանում։ Մեր կարգախոսն է քո ձայնը խորհրդարանում։ Մենք ուզում ենք, որպեսզի քաղաքացին, իսկ մենք տեսնում ենք, որ քաղաքացու ձայնը չի լսվում։ Քաղաքացու ձայնը խլացվում է։ Մենք ահռելի կրթական, տնտեսական, ժողովրդագրական, տարածքային համաչափ զարգացման, առողջապահության հետ կապված լրջագույն խնդիրներ ունենք։ Այդ պարտադիր ապահովագրությունը մենք ողջունում ենք, բայց չեք պատկերացնի ինչ ահռելի խնդիրներ են ստեղծվել բժիշկների, բուժաշխատողների, մայրապետերի շրջանում։ Պատկերացեք 10 անգամ իրենց ծառայաբեռնվածությունն ավելացել է, բայց աշխատավարձը չի ավելացել։ Մենք հիմնավորապես ուսումնասիրել ենք օրինակ թե ինչպես եւ ինչու է դատարկվում մարզային բնակավայրերը, առավելապես սահմանամերձ բնակավայրերը։ Ոչ այն պատճառով, որ ֆինանսներ չկան, ոչ այն պատճառով, որ աշխատավարձ չկա, այլ որովհետեւ մարդիկ կյանքի, սովորական կյանքի կարոտ են մնացել։ Եվ այդ իմաստով ահռելի անելիքներ ենք տեսնում մեզ համար եւ ուզում ենք որպես պետության իմաստը վերադարձնենք ընդհանրապես մեր քաղաքացիներին որի հիմքում արժանապատվությունն է, որի հիմքում ինքնիշխանությունն է, ազատ մարդն է։ Եվ դա ուսումնասիրել ենք մեր հանդիպումներում եւ ախտորոշել ենք հիմնական խնդիրները եւ կարծում ենք, որ մեր ներկայությամբ խորհրդարանում կարող ենք կարևոր նշանակություն հաղորդել մեր քաղաքական պետական կյանքին, ավելին ընդհանրապես աղը քիչ է լինում։ Եվ մենք մեզ համարում ենք այն աղը, որը ընդհանրապես գերակրին համ ու հոտ է հաղորդում, որտեղ առանց այդ աղի այդ ճաշը թափվում է, ինչպես ավետարանն է ասում։ Կամ մենք համարում ենք մեզ սանիտարներ, որ այս քաղաքական մակաբուծությունը կարողանանք վերացնել, որտեղ շատերը խորշում են իրենց անուններով կոչել։ Շատերը վախենում են ուղղակի ասել, որ Հայաստանում Պուտինն է անդիմություն։ Վախենում են օրինակ այն տեքստերը հնչեցնել, որ մենք ենք հնչեցնում, որովհետև մենք այո կարողացել ենք մեզ համալրել մեր ցուցակում ոչ միայն լավ մասնագետներ, նաև սկզբունքային մարդիկ, ովքեր չեն վախեցել բանտարկությունից ոչ խորհրդային տարիներին, ոչ նորանկախ պետության, նորանկախ Հայաստանի տարիներին, ու որևէ մեկը մեզանից, Առաքելյան, Ազատ Արշակյան, մենք գործարքի չենք գնացել, որևէ պաշտոնի առաջարկ չենք ընդունել, որևէ փողի առաջարկ չենք ընդունել, ազատության դիմաց չենք գնացել որևէ համաձայնության, եւ սա մեզ ուժ է տալիս, եւ սա է պետության դիմադրողունակությունը, սկզբունքային մարդկանց ներկայությունը խորհրդանում, որոնց համար պետությունը եւ պետականությունը սակարկելի չի եւ քննարկելի չի առհասարակ։ Եվ եթե այսպես ամփոփելու լինենք, տեսեք, ամենասկզբից գանք մեր խոսակցության, դուք ասացիք, որ այն անվտանգության երաշխիքները, որոնք ժամանակին մեզ տրվել են, չեն աշխատել, մատներին չեն խփել, չէ։ Ձեզ էլ մեղադրում են, գիտեք ինչի համար, ձեզ ասում են դուք գնում եք դեպի արևմուտք, դուք ցանկանում եք, որ ՆԱՏՕ-ն այստեղ լինի, իսկ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը Թուրքիան է տարածաշրջանում, այն Թուրքիան, որը ուղիղ մասնակցություն ունեցել 20 թվականի պատերազմին։ ՆԱՏՕ-ի ինքնաթիռները թռնում էին Լեռնային Ղարաբաղի երկնքում, Արցախի երկնքում։ Եվ հարձակումը տեղի էր ունենում այն ժամանակ, երբ որ Հայաստանը եւ Ռուսաստանը դաշնակիցներ էին եւ մենք ուրիշ որևէ գործընկեր չէինք փնտրում։ Այսինքն Հայաստանը խոցել էր այն ժամանակ, երբ իր միակ դաշնակցի վրա էր հույսը դրել եւ այդ ժամանակ Թուրքիան ու Ադրբեջանը օգտվեցին այդ հնարավորությունից, որ Հայաստանը ուրիշ որևէ գործընկեր չունի, որևէ գործընկերոջ հետ պայմանավորվածություն չունի, ուրեմն պետք է հարձակվել ճիշտ ժամանակն է հարձակման։
Ինչու հիմա չի լինում այդ հարձակումը, որտեղ Հայաստանը կարողացել է հնարավորինս բազմազանեցնել իր գործընկերների, իր իրական դաշնակիցների շրջանակը։ Եվ ինչու է Թուրքիան շահագրգռված, որ Ռուսաստանը առհավետ մնա այս տարածաշրջանում, որտեղ Թուրքիան գիտի իր առավելությունը ռուսների նկատմամբ։ Ինչու Թուրքիան չի ուզում, որ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Եվրամիությունը այստեղ կայուն ոտատեղ ունենա, որտեղ չունի այն առավելությունը, որ ունի ռուսների նկատմամբ։ Հիմա այս հավասարումն է փոխվում։ Մեր գլխավոր նպատակն է, որպեսզի Թուրքիան ինչքան հնարավոր է դեպի արևմուտք նայի եւ Թուրքիայի եւ Հունաստանի մոդելը օրինակ, որպես օրինակ վերցնել, առանց բարեկամություն անելու, որպես հարևաններ կարողանալ գոյակցելու շուրջ ուրեմն համաձայնության հասնել։ Հիմա այս պահին մեր անվտանգությունը բազմաթիվ կարևոր կոմպոնենտներ ունի իր մեջ՝ դիվանագիտություն, տնտեսություն եւ ամենակարևորը հարևանների հետ հարաբերությունների կարգավորում։ Որքան կարգավորված լինեն հարաբերությունները հարևանների հետ, այնքան երրորդ երկրների ազդեցությունը հնարավորինս նվազ կլինի եւ երրորդ երկրները այդ մեր կոնֆլիկտների վրա ձեռքերը չեն տաքած։ Շատ լավ։ Բայց հիմա ես ուզում եմ հասկանալ նաեւ մենք մի կախման կետ ունենք Ռուսաստանի Դաշնությունից, դա կոչվում է գազ։ Ինքը լուրջ կախման կետ է։ Եվ այս վերջերս նաև Շոյգուն, Օվերչուկը, Պուտինը անգամ անձամբ հիշեցրեց, որ Հայաստանը շատ էժան գազ է գնում Ռուսաստանի Դաշնությունից եւ եթե մամասը վերանայվի, էժան չի այդ գազը, մենք $400 ենք վճարում, ինքը մի գրպանից դնում է մյուս գրպանը, ասում է ձեզ $165 եմ տալիս։ Okay, բայց այլ ընտրանքները արդեն քննարկվում են, ես ձեզ կարող եմ ուրախությամբ ավետել, որ մենք թուրքմենական գազ ստանալու, Իրանով ստանալու հեռանկար ունենք, հիմա Թուրքմենստանը Իրանին հյուսիսային շրջաններին գազ է տալիս, եթե գիտեք։ Իրանը պատրաստ է Թուրքմենստանից ստանալ հավելյալ գազ եւ ունեցած խողովակով մենք կարող ենք իդեպ դա էլ կարող եմ ձեզ իլուր աշխարհի ավետել, որ մենք կարող ենք այդ եղած սահմանափակ գազատրանսպորտ, այդ գազի ուրեմն խողովակով սպասարկել, ապահովել մեր ազգաբնակության ամբողջ գազային։ Մոռացա չէ՞ որ Հայաստանի Հանրապետությունում գազային բոլոր ենթակառուցվածքները ազգայնացնելու հարց պիտի դնենք։ Նախ դրա պիտի օրինականացման դա ռուսներին վաճառելու, չգիտեմ, պարտքի դիմաց հանձնելու գործարքը պետք է նախ վերանայել։ Այնպես ինչպես նաև ռուսական երկաթուղու կոնցեսիան պիտի եւ դա հունիսի 7-ի արդյունքներով ռուսական կոնցեսիա ով պիտի այս հարցերը քննարկենք, ես կարծում եմ հայ ժողովրդի ընտրությունը ռուսներին ավելի համոզիչ կդարձնի, որ եւ երկաթուղու կոնցեսիան եւ ռուսական ոչ թե Գազպրոմը առասարակ, այլ գազատրանսպորտային համակարգը, այդ ենթակառուցվածքը ազգայնացնելը դա հրամայական է ուղղակի, օրախնդիր է։ Մենք պիտի բազմազանեցնենք աղբյուրները գազային։ Իդեպ ասեմ, որ Ղազախստանի հետ այս բան քննարկում ունենք գազ բերելու, Թուրքմենստանի հետ ունենք եւ պիտի բացառության կարգով նաեւ կարծում եմ արևմուտքի հետ պիտի խոսենք, Իրանից գազ պիտի բերենք եւ դրա համար պիտի ոչ թե swap համակարգով, եթե դա է լինելու վերջին ուրեմն հնարավորությունը, այո, Հայաստանը ծավալներով փոքր, մեզ պիտի այդպիսի բացառություն անեն։ Մենք պիտի այդ խոսակցությունը ունենանք արևմուտքի հետ, Միացյալ Նահանգների հետ, ասեմ, ամերիկացիները բաց են այդպիսի խոսակցության համար։ Եվ ես չեմ բացառում, որ շատ մոտ ապագայում մենք այդպիսի քննարկում կունենանք ամերիկացիների հետ եւ Քավլիցի։ Իդեպ վարչապետի չեք մեջբերում, ասաց, որ մենք ունենք այդպիսի հեռանկար եւ Հայաստանը ունենալու է սեփական գազի այլընտրանքային աղբյուրներ։ Սա արդեն ապացուցումը ասացի ես ձեզ, ուրեմն այդ քննարկումները եւ սա պատասխանա Օվերչուկին եւ մյուսներին, բայց ես կարծում եմ, որ բանը դրան չպիտի հասնի ավելին, ես կարծում եմ, որ արճակատման չպիտի գնանք ռուսների հետ, առասարակ ընդհանրապես պիտի ձգտենք ոչ թե արճակատման գնալ, այլ փորձել այլընտրանքներ գտնել։ Հենց այլընտրանքներ գտնվեն Լարսին, ռուսական շուկային, հավատացեք, եւ Լարսը մշտապես անցանելի կդառնա եւ մենք ռուսական շուկային հասանելիություն կունենանք։ Հետեւաբար մեր պետության որակներից է կախված, մեր պետական ինստիտուտների, մարմինների արձագանքից է կախված, նաեւ կանխատեսելու այն ռիսկերը, որոնք որ արկա են, որովհետև մենք հիմա չպիտի շուկաներ փնտրեինք։ Մենք ասում էինք եկեք մի տարի, մի սպասեք ռուսական շանտաժներին, մի տարի պատրաստեք մեր տնտեսվարողներին ստանդարտները սկսել համապատասխանեցնել եվրոպական շուկային։ Եվ ուրախ ենք, որ հիմա գոնե այդպիսի գործնական քայլեր են կատարվում։ Մեր նպատակն է լինել ազգային ժողովում եւ այս կարևոր հարցերում իշխանությունից հաշվետվողականություն եւ թափանցիկություն պահանջել եւ դեպի եվրոպական միություն, դեպի արևմուտք, դեպի Հնդկաստանի հետ դաշնակցային
հարաբերություններ, դեպի Իրանի հետ խորացվող հարաբերություններ, որակյալ տեմպ եւ ուրեմն հնարավորինս արդյունավետ գործարքներ եւ պայմանավորվածություններ ի վերջո Հայաստանը նաեւ որպես պայմանագրունակ երկիր հաջողելու պարտականություն ունի եւ սա ուղղակի այլ ընտրանք չունի մեր օրակարգի համար։ Վերջ, շնորհակալություն զրույցի համար, հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ նախընտրական պաշտոնական քարոզչության շրջանակում հանուն հանրապետության կուսակցության ցուցակի առաջին համար ոչ վարչապետի տեխնացու, ավելի շատ անդիմափոխության ջատագով Արման Բաբաջանյանը, ես Լևոն Սարդարանն եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։